Ողջունում եմ բոլորիդ, հարգարժան ուսուցիչներ, հյուրեր, սիրելի աշակերտներ։ Այսօր մեր սիրելի աշակերտները ձեր դատին պետք է ներկայացնեն ոտքի դատարանն է գալիս բեմականացումը, որը նվիրված է Եղեռնի զոհերի հիշատակի հաղթասամյակին։ Մինչև սկսելը խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։ Ասեմ, որ մոտ 33 տարի արդեն աշխատում եմ դպրոցում եւ այդ իմ աշխատած տարիների ընթացքում չգիտես ինչու միշտ ցանկություն է առաջանում ինձ մոտ միջոցառում կազմակերպելը, երեխաների հետ շփվելը, անկախ այն բանից ուսուցիչ եմ եղել դասղեր, փոխտնօրեն, պետտնօրեն, ցանկությունս մեծ է եղել, որպեսզի շփվեմ աշակերտների հետ։ Եվ չգիտես ինչու, երբ ամբողջ տարվա այդ արժեքային միջոցառումներից նոր տարի, զատիկ, ապրիլի 24, մարտի 8, ապրիլի 7, մայիսի 1, մայիսի 9, վերջի զանգ եւ վերջապես սեպտեմբերի 1, միշտ նախընտրել եմ թեմաները նոր տարի եւ եղել ապրիլի 24-ը։ Երևի դա կհաստատեն իմ գործընկերները։ Եվ այս տարիների ընթացքում, երբ այդ միջոցառումները կազմակերպել եմ, ինձ հարց է առաջացել, ոնց որ այդ միջոցառումներից, այդ արժեքային միջոցառումներից հենց դրանք եմ ես նախընտրում։ Եվ գտել եմ այդ հարցերի պատասխանը։ Նոր տարին որոշել եմ այդ միջոցառումը կատարել շատ գեղեցիկ, շատ ոգևորիչ, ճիշտ է շատ դժվարություններ ենք տարել, բնական է, եթե միջոցառում ես անում, պետք է այնպես անես, որ դիմացինին համոհոտ տաս։ Եվ ցանկություն եմ ունեցել, որպեսզի իմ սիրելի աշակերտները, իմ ուսուցիչները, ծնողները, որպեսզի այդ գեղեցիկ միջոցառումից հագեցած, ուրախացած գնան եւ շարունակեն իրենց գալիք նոր տարին։ Իսկ ապրիլի 24-ը ճիշտ է, թեման շատ ծանր թեմա է։ Շատ մեր պատմության մեջ, այդ ցեղասպանությունը, մեր պատմության մեջ ես ցանկանում եմ, որ իմ սիրելի աշակերտների մեջ նրանք միշտ հիշեն այս միջոցառումների միջոցով, հիշեն եւ պահանջատեր լինեն։ Եվ գիտենանք, որ եթե աշխարհում մեկ հայ լինի, մեկ հայ մնա, ապա անպայման չմոռանա մեր հայոց եղերնը, չմոռանա մեր Արարատ սարը, չմոռանա մեր ծովից ծով պավերի հողը։ Եվ բոլորիդ խնդրում եմ ծով լռությամբ, համբերությամբ հետևել մեր սիրելի աշակերտների ելույթին։ 21 թվական, մարտի 14, Բերլին, Հարտեմբեր փողոց, վաղ առավոտ, ցախ կողմում, 9 սենյականոց բնակարանում, իր կնոջ հետ ապրում է Թալիատ Փաշան, որ թաքնվել է Սզի Սալիհ Բեյ անունով, բարի լույս Սողոմոն։ Ինչպես տեսնում ես, մենք նորից եկել ենք այցելության, մենք քեզ չենք խանգարի, չենք խառնվի քո առօրյա գործերին, հեռվից հեռու աննկատ կհետևենք քեզ, մինչև հասկանանք, թե ով ես դու։ Մենք գիտենք քո կյանքի բոլոր մանրամասները։ Ծնվել ես 1896 թվականի ապրիլի 2-ին Թարանաղյաց գավառի ներքին Փագարիչ գյուղում։ Ճանաչում ենք քո հորը, Խաչատուրին, որը 6 ամիս տրապիզոնում բանտ նստեց միայն այն պատճառով, որ Թուրքիայից Սերբիա էր մեկնել ռուսական նավով։ Գիտենք նաև քո մորը, Քաթրջան Տեր Հարությունի աննման աղջկան, Հնազանդին, քո եղբայրներին, Միսակ, Սեդրակ ու Ավետիս, և քո ամբողջ գերդաստանը, թվով 85 հոգի, որոնցից միայն 3-ը ողջ մնացին,
Քեզ հետ միասին հիշում ենք Երզնկան, իր հին եկեղեցիներով, որոնցից ամենահինը Սուրբ Նշանն էր, իր թերթերով, դպրոցներով ու մանկապարտեզներով։ Գիտեք, ինչպես չգիտեք, որ եղել ես կամավորական ջոկատի անդամ, կռվել ես Սեբաստացի Մուրադի հրամանատարության տակ, Անդրանիկի գնդում։ Քեզ հետ միասին չմշկացակցի Վարամը, կայծակ Առաքելը, Քեմաղցի Մխիթարը, Կովտունցի Մարտիրոսը։ Այո, քո կյանքի բոլոր մանրամասները գիտենք, բայց եւ այնպես, ով ես դու։ Բարի լույս Սողոմոն, թող բացվի այս օրը, եւ բարին էլ հետը։ Դերձանիկները երկու օր են չեն երկու, ջուրը փոխել ես, կերը տվել ես։ Ուրեմն շատ են կուշ լինելով չեն, բա չեն երկու։ Տխրում են, Սաշա, ընկեր են ուզում։ Բա դու ինչ ես տխուր, դու էլ ես ընկեր ուզում, հապա ես ով եմ։ Ես կույս չեմ, Փաշա, տեսնում եմ ամեն ինչ։ Երբ մենք հեռացանք հայրենիքից, գիտեմ, դու քո կյանքի նպատակն ես կորցրել ես ամեն ինչ։ Իսկ ես ուրախացել էի, որովհետև քեզ էի գտել նորից։ Դու գոնե հուշեր ունես, փառավոր հուշեր։ Իսկ ես չէ՞ որ իմ հուշերը նոր են ծնվելու այս տարիքից, մեր համատեղ կյանքի երջանկությունից։ Կուտեից չէ, ձերքը տայն իհարկե կուտեից, որովհետև նրանք երկում են, իսկ դու մռավում, բայց դու սրանց մի կեր, հա, ես սրանց երկը շատ եմ սիրում։ Դու քեզ չես գում ինչպես քո տանը, միշտ կոշիկներով, կոստյումով, փողկապով, կախում ես չեմ հասկանում։ Ինչի՞ս է պետք այս ինը հսկա սենյակների, եթե դու միշտ նույն տեղում ես, նույն բազկաթորին, նույն դիրքում, հագիր մաշիկներդ, խնդրում եմ, հագիր։ Ասում ես ինը սենյակ, ինչ ինը սենյակ։ Ջուրը, ինչ եղավ ջուրը չերած։ Ռզվելի բան է այս կիպը, մի տեսակ նվաստացնում է, ստորացնում։ Տես տեղերի ժամը չանցնի, հավերը ճաշից առաջ, կաթիլները կես ժամ հետո։ Ով էր այդ բժիշկը, ինչ էր ասում կեզ միջանցնում, թոքերումս հովտանգավոր բան չկա, մի թաքցրու, ասա, հապա ինչու էր այդքան երկար քնում, գերմանացի, զդայրում գերմանացի, միթե դեմքից չէր երևում, հաստատ գերմանացի էր։ Հիմա, Փաշա, հիմա ոչինչ տակ ջրի մեջ կդնես, ամեն ինչ կանցնի։ Ասում ես ինը սենյակ, մաշիկներ, կղեծդ հանի այդ ճղքի մտքերը, իմ մեջ ոչինչ չի փոխվել, և ես հուշեր չունեմ, լսում ես չունեմ, ոչ փառավոր, ոչ անարժան, և ես դեռ չեմ վերջացրել իմ կյանքը, որ ընդամենը մի օգա համար ապրեմ։ Այսինքն իմ? Չէ, Փաշա, ես չեմ թողնի, որ դու ցնորքներով ապրես, հասկացիր, ամեն ինչ վերջաց ամենացքին և ամուսին։ Սխալվում ես, մնաց հայրդ և հայրենիք, էլի նույնը մնաց։ Եվ ես խոստանում եմ քեզ, հենց այսօր կհագնեմ այս մաշիկները, ու քեզ հաճույք պատճառելու համար փողոցներում եմ տրանում ման կգամ։ Կմտնեմ այս ինը հսկա սենյակները, դռները ջարդելով կմտնեմ։ Ես այլևս ինձ խորտ ու օտար չեմ զգա։ Ջուրը։ Ուզում ես հանեմ այս զանգուլակները, մտքովը չանցնի, ես պետք է միշտ իմանամ, թե դու որտեղ ես, ուր ես գնում, երբ ես գալիս, հատկապես գիշերները։ Այն ինչ կա կանգնես, գնա տեսով է, գուցե ծանոթ է, ընկեր կամ բարեկամ, ոչ մի խոր փողոց չկա այս քաղաքում, բոլորը կենտրոնական, բոլորը։
Ինչ։ Վախենում ես։ Ումից, ինչից։ Ոչ, երդվում եմ, վախենում ես։ Իսկ դու մկներից վախենում ես։ Չես վախենում, չէ՞։ Որովհետև մկներն են քեզանից վախենում։ Դու վագրերից վախես, վագրերից։ Ասում ես վախենում եմ, աչքերից նայի աչքերից։ Վախենում ես, Թալյան։ Անիծյալ լինես, որի գաղտնիքը բացի, և բացի ոչ միայն քեզ, այլև ինձ համար։ Հանգստացի, հիմա թեյ կբերեմ։ Կարծում եմ, որ վարձակալը բախտավոր չէ տան տիրուհուս վախճացնել։ Իսկ ինձ թվում է, թե դուք չեք երկում միայն, ինչ-որ բան եք ուզում ասել։ Ու քանի որ երկի բառերը չեմ հասկանում, կարծես համերի պես ձեռքի շարժումներով եք խոսում։ Ես ինձ համար եմ երկում, Տիկին, և եթե որևէ բան ունեմ ասելու, ապա միայն ինձ։ Բայց դա դժվար է, որդիս, ամենամեծ հավիք մեջ անգամ խոսակից է հարկավոր։ Ես պատրաստ եմ հետևացնել քո վիճակը։ Դու խոսիր, հայերեն խոսիր։ Ինչքան հոգ ունես, անծանոթ լեզվով պատմիր, հետևացիր։ Միևնույն է, ես կհասկանամ։ Շնորհակալ եմ, Մայր։ Ներեցեք, կարծեմ ձեզ մոտ ընդունված չէ այդպես կոչել մի տիկնոջ։ Պատկերացրու, քանի դու եք գալիս, լավ սովորություն է։ Դու իմ տնվորն ես, և ես պետք է ամեն ինչ իմանամ քո մասին։ Դու ինձ երբեք չես պատմել քո հայրենիքի մասին։ Ո՞վ ես դու, ովքեր են քո ծնողները, որտեղ է քո հայրենիքը, ինչ ես անում այս հրավոր երկրում, ոչ դուրս ես գալիս քո սենյակից,
Ոչ սիրուհի ունես, ոչ ընկեր։ Միթե կարելի է ամբողջ օրը պահածը ուտել եւ արժե դրա համար Գերմանիա հասնել։ Ես հայրենիք չունեմ։ Ես խնդրում եմ այլևս ինձ հարցեր չտալ։ Դա քո իրավունքն է, իսկ իմ իրավունքն է մաքրել տնօրի սենյակը, կարգի բերել, կարասների փոշին սրբել եւ անպայման, լսում ես, անպայման մաքրել նրա կոշիկները։ Ես ձեզ միշտ ասել եմ, որ դա դեն է իմ երկրի սովորությանը։ Բայց դու հիմա Գերմանիայում ես եւ պարտավոր ես ենթարկվել մեր կարգ ու կանոնին։ Ես որոշեցի այսօրվանից քո կարգի մասին։ Ինչ չի հետաքրքրում, դու համաձայն ես, թե ոչ։ Իսկ ինչ կասի քո մայրը, եթե իմանա, որ մի պարապ Գերմանիից Իրանում է օտարության մեջ փոքր փոխարինել իրեն։ Իսկ ձեր սովորությունը պարապներին մայրից կոչելու, պետք է տարածել նաև Գերմանիայում։ Ես մայր չունեմ, այլևս խոսեք իմ որ մասին։ Օգնական եղիր, Աստված, ուժ տուր ինձ, որ ձեռքս չդողա, ատելությունը միակ հավատը դարձրու, և իրավունք տուր ինձ, իրավունք, որ մեկ ուրիշ մարդ կարողանա մեկ ուրիշ մարդու դատավճիռն արձակել։ Ես դա քո անունից եմ անելու, մենակ չթողես ինձ, վերջին պահին չլքես ինձ, ինչպես միշտ ես արել, ինչպես բոլորին։ Դու խոսիր, ինձ դուր է գալիս ձեր լեզուն, կարծես աղոթք լինի։ Մենակ թողեք ինձ, խնդրում եմ, աղաչում եմ մենակ թողեք, իմ մայրն է ձեզ խնդրում, ոչ թե ես։ Ես ուզում եմ բարձյան հիշեք ինձ, իմ երկերը, իմ աղոթքը, և ուզում եմ հաշտնել այն վերջին մարդու հետ, ում տեսնում եմ հիմա։ Սպասեք, ես ուզում եմ վերջին ամիսների բարձը դարձես։ Վերցրեք, 6 ամսվա դրամ է, ուրիշ չունեմ, կոստյումս տվեք կատնավաճառին, ասեք, որ շատ թարմ ու համեղ էր այն կաթը, որ նա բերում էր ամեն առավոտ, իսկ վերարկուս տվեք Փողոս Ալվողին, տեսել եմ, հնամաշ է նրա վերարկուն, ասեք չամաչի, նոր վերարկուը Փողոս Ալվողին, ներեցեք, ուրիշ ոչինչ չունեմ, միայն գրքեր, իսկ գրքերում այնքան սուտ կա, չեմ կարող փոխանցել ուրիշներին։ Չնայած, ինչ փառախ մի ծակ ես փրկում ես։ Գրքերը տվեք հացավաճառին, նա երբեք ջիր չի կարդում։ Դու տենդի մեջ ես, դու հիվանդ ես, որդի։ Ով ասաց, ատելությունը առողջություն է, առողջության ամենակատարյալ ձևը։ Թող թերթերը պոկի, հաց պատատի, և այդ էջերը նոր կազնվանան, ճշմարտություն կդառնան։ Ոտքի դատարանն է գալիս, սրանք են դատելու քեզ, Սողոմոն, հիշուր ճանաչիր նրանց, նահանգային դատարանի դատավոր դոկտոր Լեմբեր, որը չի ներում քեզ քաղցրավեն սիրելու համար, դատախազ Գոլնիկ, որ ամբողջ կյանքում մեղադրում է և բոլորի մեջ հանցագով տեսնում, Դատապաշտպան Ադոլֆ ֆոն Գորդոն, գաղտնի խորհրդային դատապաշտպան, սրանք մեզ հետ միասին
դարձյալ նույն հարցն են տալու։ Ով է Սողոմոն, հաջողություն քեզ։ Մեքենագիտության ուսանող համարված Սողոմոն Փելերյան, ծնված 2 ապրիլի 1896 թվական, բագարիչ, թրքահարաբարակ և հայ փողոքական, որ բնակվում է Շարլոտենբուրգ, Հարտեմբերգ փողոց 37 Դիդմանի մոտ և 1921 թվականի մարտի 16-ից ի վեր գտնվում է բանտում, մեղադրվում է 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգի մեջ թուրքական նախկին մեծ եպարքոս Թալյատ Փաշային միտումնավոր և կանխավտացված սպանելու համար։ Ոչրագործությունը նկատի է առնվում ըստ պատշական օրենսգրքի 211-րդ հոդվածի։ Այդ հիմքերով բանտարկությունը շարունակվում է։ Բեռլին, 16 ապրիլի 1921 թվական, նահանգային 3-րդ կատարան, պատժի 6-րդ սենյակ։ Եթե այս մեղադրանքին այո կամ ոչ ասելու հարկադրված լինեք, ինչ պիտի պատասխանեք։ Ոչ։ Խնդրում եմ հարցրեք նրան, թե ինչու իրեն անձավոր չի համարում։ Ինձ անձավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է։ Ինչու է ձեր խիղճը հանգիստ։ Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Ասում եք, որ ձեր խիղճը հանգիստ է, բայց հարց տվեք ինքներդ ձեզ։ Արդյոք Թալյատ Փաշային ուզում եք սպանել։ Հարցը չեմ հասկանում, չէ՞ որ ես նրան արդեն սպանել եմ։ Ուզում եմ ասել, թե նրան սպանելու ծրագիր ունեիք։ Ոչ, Այդ դեպքում ինչ եք անում Սալոնիկում, Սերբիայում, Ամերիկայում, Փարիզում, Ժնևում, ինչու եք այդքան թափառում։ սովորել էի ուսում, բայց մտքերս այնքան խառնաշփոթ էին, որ չէի կարողանում մի տեղ հաստատվել։ Բացի այդ, որևէ ոչման հապում չունեի։ Իսկ ինչ միջոցներով եք ճամփորդում։ Հայրս դրամ էր պահել մեր պարտեզում։ Բավականին մեծ գումար։ Ես գիտեի Թաքստոցի տեղը։ Եվ հետագայում դուք վերցրեցիք այդ ամբողջ գումարը։ Ոչ, ամբողջը չեմ վերցրել, ոչ։ Իմաստը թողեցի, որովհետև մեր ընտանիքից գուցե ինչ-որ մեկը հաշվով փրկվել է, գուցե ողջ է մնացել։ Ես նրան թողեցի մնացած դրամը, բայց երբ ոչ ոք չվերցրեց, ոչ ոք։ Իսկ ինչպես իմացաք, որ Թալյատ Փաշան Բեռլինում է ապրում։ Պատահաբար, կենտրոնաբանական այգու մոտ լսեցի թուրքերեն խոսակցություն։ Երբ նայեցի, և տեսա, որ այդ նա է, Փաշան, հետևեցի նրան։ 3 ուղեկիցները համբուրեցին նրա ձեռքը, իսկ նա մեկ ուրիշ ետ տուն մտավ։ Եվ այդ օրվանից վճռեցիք փոխել ձեր բնակարանը։ Այո, որոշեցի ապրել նրա տան մոտ երկում, որպեսզի ավելի հեշտ լիներ հետևելը։ Ինչպես գործեցիք սպանությունը։ Երբ Թալյատ Փաշային տեսա նրա բնակարանի կապերբանում, ամբողջ մարմնով ցցվեցի։ Այդ նա էր, որ սպանել էր մուրս, եղբորս, հարազատներիս և հազարավոր ազգակիցներիս։ Տեսա, որ դուրս է գալիս, ատրճանս վերցրի, վրա հասավ կրակեցի։ Երեսը տեսաք, հետը խոսեցիք, թե ետևից կրակեցիք։ Ես չէի կարող ծոցրակից կրակել։ Ես դրամն տվեցի, նա նայեցից, և ես դեմ արդեն կրակեցի։ Իսկ ինչու կրակելուց առաջ կոչեցի, ես եմ Սողոմոնը։ Չգիտեմ, ահա ստացվեց։ Երևի ձայնս ուժ էր տալիս ինձ։ Երևի ուզում էր իմանալ, թե ով է ինձ վրեժդուցողը։ Երևի միայն իմ անունը չէ դա։ Այդ պահին ես մենակ չէի։ Մայրս էր, Միսակը, Սեդրակը, Ավետիսը, իմ ամբողջ Գերդաստանը, մեր քաղաքը, Երզկան, և ուրիշ շատ էր, որոնք հիմա չկան։
իման վրա։ Տերորիստ է, միայն խմբի կամպն է կատարում, իսկ ես մի ամբողջ ժողովրդի։ Նետ փեր չեն վերցնում արդյոք ձեզ վրա։ Իսկ ախավանի պարան է սպասում, ես գիտեմ։ Իսկ մահվանից առաջ ոչ ոք սիրտ չունի կեցվածքը տունելու։ Ինչ եք մտածում ձեր արածի մասին։ Սրտի գոհունակություն, շատ մեծ գոհունակություն, թեկուզ իմ այս խոսքերը ի վնաս լինից։ Իսկ այսօր Այսօր էլ գոհ եմ, որ ես եմ արել այդ, շատ գոհ եմ, տիկին նախագահ, շատ գոհ եմ։ ձեր խոսքերը չգիտեմ, բայց ձեր տոնը իսկապես կարող է ի վնաս լինել ձեզ։ Երբ ամբողջ հարցակվեց ձեզ վրա, ես սկսեց ծեծել, չեք հիշում, թե ինչ ասացի։ Ասացի, որ ես հան եմ, իսկ սնատուր։ Այս գործը ձեզ հետ առնչություն չունի, հիմա այլ եմ ասում։ Ջարդերից հետո երբ եղաք ես ընկայում։ 1916-ի վերջերին։ Ռուսների գրավնից քիչ հետո Ազատություն կտակ այնտեղ։ ոչ ոքի։ Բոլորը սպանվածից։ Միայն եղբորս 10 տարեկան աղջիկը գտնվեց քրդերի մոտ։ 17 հոգուց մնացել է միայն նա։ Միայն նա։ Իսկ 85 հոգուց ընդամենը 3-ը։ Երզնկայում ձեր տանը եղավ։ Այո, եղա, այո, երզնկայում։ Ինչ տեսակ այնտեղ։ Ինչ տեսա։ Հիմա, որտեղ ինչ տեսա։ Տունը, ում տունը, ես եմ սպանել, ես։ Ջուր, մի բաժակ ջուր տվեք։ Հիմա այս ատեն հանգիստ եմ, այդ տեսնեք, թե որքան հանգիստ եմ, վերջին ամիսներին այսքան հանգիստ չեմ եղել, երբեք, տանի մասախորտակած, դռները, պատուհանները, քանված էին կոտ, բան, իսկ մյուսն ասում ապրում էին ռուս զինվորները, անցավերը դարձակ պատտեզը, սարերը կոտրված էին, տապալված, ամեն ինչ ամայացած է։ Արտեզը խորքում ետնին ընկա։ Ուշաթափ եղաք։ Ինչ դու կարծում եք, թե ոտքս քարի կպա։ Ես ձեզ կարգի եմ հրավիրում, Մեղադրյալ Թելերյան։ Պատասխանեք իմ հարցին։ Ուշաթափ եղաք։ Եթե ետնին ընկա, ուրեմն ուշաթափ եղա, տիկին նախագահ։ Երբ ուշքի եկաք, ինչ արեցիք։ Գնացի ստամացած հարևանի տարիքի մոտ։ Քաղաքի միակ ազատված հայերն էին։ Ուրեմն դուք միայն մի ընտանիք կտաք քաղաքի նախկին հայ բնակչությունից և այն էլ իսլամացած։ Այո, երբ ռուսները երզնկան գրավեցին, նրանք նորից քրիստոնյա դարձան։ Կուզենայի Ամբաստարյանին հարցնել, թե արդյոք արտացել է լրագրերում, որ Թալեր Փաշյանը թշնջությունների համար Պորսի թուրք զինվորական ակցիայի կողմից դատապարտված էր մապան։ Կարծացել, մեկ-երկուսը կախաղան հանվեցին։ Նաև գիտեի, որ Թալերն ու Էնվեր Փաշաներն են դատապարտված էին մահվան։ Հարկ եմ ամանում հիշեցնել, որ 1919 թվականի ապրիլի 2-ին թուրքական զինվորական դատարանը երկթուրքերի ղեկավարներին դատել է որպես բարձրաստիճան անձանց։ Տիկին նախագահ, ես բողոքում եմ։ Մենք չենք հավաքվել պատմության դասեր առնելու, այլ քննելու կանխամտածված մի սպանություն։ Բայց այդ սպանությունը չի կարող դիտել պատմությունից դուրս։ Փողոցը չի տուվում։ Կցանկանայի Ամբաստանյալից մանրամասներ լսել, թե ինչպես տեղի ունեցան ջարդերը, և թե իր ընտանիքի գլխով ինչեր են անցել։ Չեմ կարող հիշել, չեմ էլ ուզում, որ ինձ հիշեցնեն։ Ես եմ սպանել, ես։ Բայց Ատյանի համար շատ կարևոր է, որ այդ դեպքերը ձեր բերանից լսվեն, որովհետև դուք միակն եք, որ կարող եք տեղեկություն տալ։ Փորձեք տիրապետել ձեզ,
Ինչպես սովեցին ձեր հարազատները։ Երբ մեզ խմբերով մեզ տեղանեցին և քարավաններով քաղաքից քշեցին, քաղաքից դուրս գալու առաջին օրն էր։ Պահապան զինվորները սկսեցին կողոպտել մեզ, ապա կրակ բացեցին։ Ժանդարմներից մեկը քրոջը քաշեց ու տարավ։ Մայրը սկսեց գոռալ. «Հանգիստ թողեք ինձ, դուք երկրորդ անգամ եք սպանում իմ հարազատներին»։ Նրանք ինձ հարվածեցին, հետո տեսա, թե ինչպես եղբորս գլուխը կազմով ճեղքեցին։ Ձեր քույրը վերադարձավ։ Ոչ, Ձեր մայրն ինչ եղավ։ երբ եղբորս գլուխը ճեղքեցին, ուշաթափվեց։ Դուք ինչ արեցիք։ Գլխիս հարված ստացա ու կա։ Որքան մնացի այդպես, չգիտեմ։ Գուցե 2 օր։ Երբ աչքերս բացեցի, շուրջս տյակներով լի տեսա։ Որովհետև ամբողջ քարավանը սպանված էր։ Սպանվածների մեջ ձեր ծնողներն էլ կային։ Մորս տյակը երեսնի վայր ընկած էր, իսկ եղբորս տյակը ընկած էր ինձ վրա։ Բայց դուք այդպես առանօգնական ու առանց միջոցների ինչ արեցիք։ Լեռնային մի գյուղ գնացի։ Մի բարով ինձ տուն ընդունեց։ Բայց երբ վերքերս ուժեցին, ինձ ասացին, թե այդպես երկար չեն կարող պահել։ Կառավարությունը աղքելեր էր, և ով հայի տուն էր, ապաստարան էր տալիս, մահվամբ էի պատժվում։ Ձեզ ընդունողները հայեր էին։ Ոչ, քրդեր։ Իսկ այդտեղից ուր գնացիք։ Շատ բարի մարդիկ էին այդ քրդերը։ Եվ ինձ խորհուրդ տվեցին անցնել Պարսկաստան։ Քրդական հիշորեր հարցրին ինձ, որովհետև իմ նայուն մոտ էր։ Ես այլեցի դրան։ Հետո ուր ապաստան գտաք։ Գրեթե 2 ամիս Տերիսե քրդերի մոտ մնացի։ 2 ուրիշ հայ փախստականներ էին ինձ հետ միասին։ Երեքս միասին լեռների և գյուղերի միջով փախանք։ Օրեր եղան, որ մենք միայն խոտով սրվեցինք։ Ընկերներիցս մեկը երևի թունավոր խոտ էր կերել, ճամփին մեռավ։ Երկրորդը բավականին կրչյալ մարդ էր։ Ասում էր, որ այդպես շատ երկար քայլենք կհասնենք Պարսկաստան, այդտեղից էր կողքած։ Ցերեկը քնում էինք, իսկ գիշերը քայլում։ Այդպես 2 ամիս քայլեցինք, մինչև հասանք մի տեղ, որ ռուս զինվորներ էին։ Երբ ձեր մեջ արթնացավ Թայլանդի սպանելու գաղափարը։ Դեպքից գրեթե 2 շաբաթ առաջ։ Ես ինձ վատ էի զգում, և ջահդերի պատկերները կրկնվում էին ուղեղս մեջ։ Մորս տյակը տեսա, կանգնեց առջևումս և ասաց. «Դու տեսա, որ Թայլանդն այդտեղ է, անտարբեր ես մնում, դու այլևս իմ զավակը չես»։ Բայց ես մտատանջում էի, թե ինչպես կարելի է մարդ սպանել։ Շատ երկար ժամանակ էի մտատանջում։ Բայց թե մի նամարդ էր, տիկին դատավոր, դուք պետք է ապացուցեք, եթե ապացուցեք, ապա ես իրոք մարդը սպանեմ։ Օրենքը սակայն արգելում է սպանել և չի ճանաչում ոչ մի բացառություն։ Ես այդ օրենքը չգիտեմ, չեմ ընդունում։ Հայերի մեջ արյան վրիժարություն կա։ Ոչ, Այժմ ընթերցնենք փորձագետների կարծիքը։ Ես չեմ շփվում, որ Հայաստանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորապես ազդել են Թևեդյանի հոգեկան աշխարհի վրա, բայց այդ բոլորը չեն ազդել իր կյանքը ազատորեն տնօրինելու, որոշումներ ընդունելու և փորձելու կարողության վրա, որով օրենքի առաջ պատասխանատու է իր արարքի համար։ Ամբաստանյանն ունի բավական կենդանի ռեֆլեքսներ։ Պակասում է միայն աչքերի միացուցիչ թաղանթի ռեֆլեքսը։ Մեզի քննությունը ցույց տվեց, որ մեջը շատ սպիտակուց կա։ ինչ սպիտակուց, ինչ թաղանթներ, լսում եք նա ինչ է ասում ինձ, նա ծաղրում է ինձ։ Իմ ընկերը թունավոր խոտ ուտելուց մեռավ, ես պատմեցի, չէ, պատմեցի։ Հանգստացեք, Թելերյան, դալիճից լրություն են պահանջում։
Այլապես ստիպված կլինեմ խանգարողներին դուրս հրավիրել։ Ընթերցենք մյուս փորձագետի կարծիքը։ Ամբաստանյալը նվազագույն չափով է պատասխանատու իր արարքի համար, որովհետև գտնվում է գերարժեք խաղափարի ազդեցության տակ։ Գերարժեք խաղափարի հիմք է մոր, հարազատների, ազգակիցների սպանության հետևանքով ծնունդ առած վրեժ լուծելու ներքին պահանջը։ Նորմալ մարդը կաներ այդպիսի բան։ Չէ՞ որ ուրիշ հայեր, որոնք նույն սարսափներն են ապրել, թերևս ունեցել են վրեժի նույն խաղափարը, սակայն չեն իրագործել։ Բայց ինքը, ոչ իրը, նույնպես չի ապացուցում, թե ոչրագործը աղթավոր է։ Արդյոք սարսափ տեսած ամեն մարդ պետք է տկարամիտ դառնա։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ հոգեկան հիվանդների թիվը չի բազմանում։ Թելերյանը թեև հոգեկան հիվանդ չէ, բայց զոհն է գերարժեք խաղափարին։ Լեզվին վնասվածքներ չկան, շրթունքներին նույնպես։ Ընկնելիս չի արյունոտվել։ Ամբաստանյալ Թելերյան, ինչպես լսեցիք, փորձագետների կարծիքները չեն համընկնում։ Դուք ինչ կասեք։ Սպանությունը կատարել եք միայն անձնական վրեժխնդրությունից մղված, թե նաև քաղաքական պատճառներով։ Փորձագետները ոչ թե արարքի դրդապատճառներն են քննարկում, այլ ամբաստանյալի պատասխանատվությունը իր արարքի համար։ Դատախազը իրավունք չունի երկու տարբեր բառեր խառնելու իրար։ Ես ձեզ հասկանում եմ, պարոն Գորդո, մի անհանգստացեք։ Ես նախապես կզգուշացնեմ ձեր պաշտպանյանին, որ անձնական վրեժխնդրության համար դատարանը կվճռի 15 տարվա դաժանակի բանտարկություն, իսկ քաղաքական պատճառների դեպքում կախաղան։ Միևնույն է, զերացի պատասխանը պետք է տա դատարանը եւ ոչ թե ամբաստանյալը։ Բողոքն ընդունվում է։ Ամբաստանյալը կարող է այդ հարցին չպատասխանել։ Կպատասխանեմ։ Դա կանխամտածված եւ քաղաքական սպանություն է, ոչ միայն անձնական։ Ես բավարարված եմ։ Ներեցեք, պարոն պաշտպան։ Տիկին դատավոր, տիկին ատենակալ։ Ես այդ կերպ չէի կարող պատասխանել։ Օրենքն ասում է, որ կարևոր չէ թե երբ է տրված սպանության որոշումը։ Կարևորն այն է, թե սպանության կատարման պահին նման որոշում ունեցել է սպանության կատարման պահին։ Ընդգծում եմ, ոչ թե առաջ admin պահին, մինչդեռ մարտի 15-ին ամբաստանյանը զուրկ էր հոգեկան ուժերի ամբողջությունից եւ ազատ չէր նրա կամքը, ինչպես եւ այսօր։ Ես բավարարված եմ։ Ներս հրավիրեք տիկին Թիտմանին։ Տիկին Թիտմանը մի հատ մարդն է մեր քաղաքում, որ ամենից շատ է շփվել ամբաստանյալին։ Բարև Սողոմոն, ինչպես ես։ Լավ եմ, հայ, շատ լավ։ Չի կարելի, տիկին, դատարանում չի կարելի։ Բայց նա իմ տնվորն է, ես նրան լավ եմ ճանաչում։ Քանի ամիս է ամբաստանյալը ապրել ձեզ մոտ։ 2 ամիս եւ 5 օր։ Ճիշտ եմ, Սողոմոն։ Այցելուներ գալիս էին նրա մոտ։ Հնար, ես էլ ճիշտ այդ դատողությունն եմ արել։ 1000 անգամ ասել են, որ այդպես մենակ չի կարելի։ Շատ էր սիրում ինքը։ Նստում էր մթության մեջ ու նվագում։ Միթե մեր երիտասարդներն այդպես են ապրում, տիկին նախագահ։ Ես շատ ծնվորներ եմ ունեցել եւ վստահ եղեք, ձեզանից լավ եմ ճանաչում նրանց։ Ինչ կարող եք ասել նրա բարքի մասին։ Շատ պարկեշտ ու համեստ տղա է Սողոմոնը։ Ես սպասուի չունեմ եւ ինքս եմ կատարում տան գործերը։ Սակայն նա ամեն ինչ անում է, ինչ ծարաբեռնելու համար։ Նույնիսկ չի թողնում, որ կոշիկները մաքրեն։ Մարտի 15-ի առավոտյան որևէ անսովոր բան չնկատեցիք ամբաստանյալի վարքագծի մեջ։ Ամբաստանյան, երկրորդ անգամ եք այդ բառը կրկնում։ Չլինի թե կարծում եք նա է սպանել այդ թուրքին։ Ես կարող եմ երդվել ավետարանի վրա, որ իմ տնվորը, ինչ տնվոր, նա ինձ համար Սողոմոնն է, իմ որդին։ Նա նոր չունի անգամ չի կարող սպանել։ Սկույր, որդիս, սրանք ուզում են քեզ ծուղակը գցել։ Քանի անգամ ասել եմ, իզուր ես հայրենիքիցը թրացել, ամեն մարդ պետք է իր հայրենիքում ապրի։ Ինչ եղեք, տիկին, միայն հարցերին պատասխանեք, կարճ և որոշակի։ Այո, տիկին նախագահ, կարճ և որոշակի, հրաշալի տղա է Սողոմոնը, նա ոչ ոքի չի սպանել։ Ամբաստանյալի մոտ ատրճանակ տեսել եք։ Ինչ ատրճանակ, ես ասացի չէ, որ իզուր եք չարչարում, ազնիվ խոսք, իրական մարտասպանը հիմա ազատության մեջ է,
տիկին նախագահ, քանի ուշ չէ։ Խեղճ Սողոմոն, այսինչ օրն են քեզ գցել։ Հիվանդագին երևույթներ նկատել եք ամբաստանյալի մոտ։ Ջղայներ, ներիր Սողոմոն, նույնիսկ կիսեր քեզ չեմ կարող ստել։ Ջղայներ, ջղայն։ Շնորհակալություն, տիկին Գիտման, դուք ազատ եք։ Ստեսություն Սողոմոն, հանկարծ չմտածես, թե սենյակդ ուրիշին եմ վարձու տալու։ Շուտ վերադարձի, լավ, սպասում եմ քեզ։ Ստեսություն տիկին նախագահ։ Ներս են հրավիրում հաջորդ վկային։ Անուն ազգանուն։ Չեմ լսում, պարոն նախագահ, վերջին տարիներին խլացել են բոլորովին։ Երևի Աստված չի ուզում, որ կյանքի ձայներով լսեմ։ Ընտանիք ես չունեմ, բոլորին կոտորեցին։ Դժվար կացություն է։ Հավանաբար հարցերը պետք է գրավոր ներկայացնել քահանային։ Անուն, ազգանուն։ Ես պետք է կրկին կնեի, որ առաջին հարցը սա է լինելու։ 15 տարի առաջ էլի վկա եմ եղել դատարանում։ Հարկազոն Ահարոնյան, հայ լուսավորչական քահանա, քահանայի թոռ, քահանայի որդի։ Ամերիկայից հատուկ եկել եմ վկայություն տալու։ Իմ համայնքի անդամները փոխում են հավաքվել։ Եվ այս ճամպրուկն նրանք ինձ են տվել։ Հատկապես ինչ կցանկանայիք ասել դատարանին։ Ես չգիտեմ, թե դուք ինչ եք ուզում իմանալ ինձանից։ Դուրս է գալիս, որ բոլոր քաղաքակիրթ երկրները դավաճանել են հայերին, այդպես է դուրս գալիս, չէ, որ հայոց հարցը խարան է Եվրոպայի ճակատին։ Ինչու եք կորում, տիկին դատախազ։ Բայց չէ որ նա չի լսում, չէ որ չի լսում։ Գրեցեք ձեր հարցը տիկին Կոնդի, եթե անշուշտ շատ էական եք համարում։ Այո, շատ էական եմ համարում, և ես այդ հարցի պատասխանն ուզում եմ հատկապես հայից իմանալ։ Ես սովորական հայ քահանա եմ, մեծ ուսում չունեմ, բայց ինչ վերաբերում եմ ժողովրդի ճակատագրին, ամեն ինչ գիտեմ, ինչպես ամենաուսյալ, ամենազարգացած մարդն եմ։ Այս հարցում ինձանից հաղթել եմ իմ կարողությունները։ Խնդրում եմ իմ հարցին պատասխանել։ Իզուր մի գորացեք, տիկին դատախազ, միևնույն է, ես ոչինչ չեմ լսում, բայց հասկացած ես, դուք պահանջում եք, որ ձեր հարցերին պատասխանեմ։ Այստեղ ամեն ինչ կա, միայն խնդրում եմ համբերություն, ինչև գտնեմ։ Ահա, գտա, բախտս բերեց, որ շուտ գտա։ Ես ընտրյալս հայ ժողովրդի ու կնդի, նրա ձայնի և զգացմունքների դիմում եմ արևելքի քրիստոնյա ժողովրդի իսկական պաշտպաններին, Ռուսաստանի և Աստծո անունից աղաչում եմ նրա հովանավորության տակ վերցնել Տաշկա Հայաստանի բազմաչարչար իմ ժողովրդին։ Պինդ գաս որդիս, Աստված մեզ հետ է։ Իմացի, որ բոլոր անունը բոլոր հայերի շուրթերին գրած է։ Չկա այնպիսի մի եկեղեցի, որ չաղոթեն քեզ համար, զավակս։ Աստված մեզ հետ է։ Դուք ճիշտ եք համարում, որ ամբաստանյալը սպանել է Թալիաթ Փաշային։
Ամերիկայի հայ համայնքը մեծ գոհանակություն է զգում դրանից։ Ճիշտ եք համարում։ Վստահ եմ, նաև աշխարհի բոլոր հայերը, որ անկնում են ապրելս լինեն։ Դուք ինքներդ ինչ եք մտածում։ Ես քահանա եմ, հոգևորական։ Դուք ինքներդ։ Դուք իրավունք չունեք նրան այդպիսի հաստատում։ Դա ինչ կապ ունի այս գործի հետ։ Մի խանգարեք, ես ձեզ թույլ չեմ տալիս խոսել։ Չէ որ դա անախնի հարց է, ոչ բարոյական։ Լրեք Թելերյան, մի մոռացեք որտեղ եք գտնվում։ Բայց հարցը իսկապես կապ չունի այս դատավարության հետ։ Դատարանը մի կրկրի, քո դնորդից, մի կրկրի։ Հայերեն չի կարելի, տեր հայր, չի կարելի։ Ուրեմն, Մեղա տեր, մեղա։ Գտած առայի։ Այո, ճիշտ եմ համարում։ սիրեցեք ձեր թշնամիներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեք նրանց համար, ովքեր չարանում են ձեզ եւ հալածում, որպեսզի արժանի լինեք ձեր հոր որդիները կոչվելու։ Գիտեմ, բայց դա բոլոր հայերի կամքն է, ամբողջ ժողովրդի։ Նայեք իմ։ Տիկին դատավոր, ես մի փոքրիկ կապոց եմ բերել եւ ուզում եմ հանձնել Սողոմոնին։ Կարող եմ հանձնել։ Ցավում եմ, որ չի կարելի տեր հայր։ Համոզված եղեք, որ մենք վատ չենք կերակրում նրան։ Բայց Ամերիկայից եմ բերել։ Մաքսատանն էլ թաքցրել է։ Մի՞թե իմ սուտը, որ վայր չքանային։ Պիտի այսպես, իզուր անցնի։ Ցավում եմ, որ պիտի վերջեմ տեր հայր։ Վերջապես, հարցեր տվեք ինձ, շատ հարցեր։ Դուք հիվանդ եք, պարոն Թելերյան, գուցե տենդի մեջ է։ Ինչ տենք, հարցեր տվեք։ Ինչու եք բերնում գերմաներեն դասեր վերցնում։ Այսօրվա համար, այս պահի համար։ Հայերին կոտորեցին, այդ մասին արդեն ասված է, բայց հայերին ինչու կոտորեցին։ Այդ հարցը կարելի է տալ երկու դեպքում։ Եթե դրանով տված տասներ եք ուզում, կամ պարզապես սանդերյակ եք։ Հիմա դուք ո՞րն եք այս երկուսից։ Համարացեք թե մեկը, թե մյուսը։ Ամբաստանյալ, ուզում եք ձեր վերջին խոսքն ասել։ Ոչ, իմ վերջին խոսքը վաղուց եմ ասել։ Հայտարարվում եք միջում, մինչև հատավճռի հրապարակումը։ Հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թելերյանը, ծնված 2 ապրիլի 1896 թվական, Փագարիչ, փրկահրապարակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու թալյատ թաշային սպանած լինելու համար։ Ամբաստանյալն արձակվում է անպարտ պետական գանձարանի հաշվին։ Բանտարկության հրամանը Ամբաստանյալի նկատմամբ համարել չեղյալ։ Ամբաստանյալն արձակվում է անպարտ։
աշխարհում այնուամենայնիվ արդարություն կա։ Արտարություն ասացի։ Ինչ արտարություն։ Հասկանում ես ինչ ասացի։ Ինչ ասացի քո այդ միամիտ բարի աչքերով։ Ինչ արտարություն։ Եթվեց քո այդ խոսքերը, խնդրում եմ, աղաչում եմ եթվեց։ Ինչ պատահեց, որդիս։ Մայրիկ, ես հասկացա, թե դու ինչ նկատի ունեիր։ Դու հասկացրիր ինձ, դու ուշեցիր։ Ես արդար կլինեի միայն այն ժամանակ, երբ ինձ կախաղան հանեի։ Միայն այն ժամանակ անարդարությունը կժանգոտեր մարդկանց հիշողություններում։ Ինչու ինձ բրկեցիր Աստված։ Ինչու իմ կյանքը ծաղր դարձրիր, ինչու։ Ինչու ինձ ազատեցիք իմ ազնիվ դատավորներ, ինչու։ Ես ինչ պատասխան տամ այն քաջարի մարդկանց, ովքեր Տեր Զորի անապատում, մահվան անտուտի եզրին կանգնած, իրենց երեխաներին ավազի վրա հայոց այբուբեններին սովորեցնում։ Ինչ պատասխան տամ, ինչ պատասխան։ Ինչ պատասխան տամ այն կանանց, ովքեր փախուստի ժամանակ թանկարժեք իրեր չէին վերցնում, գրքեր էին տանում իրենց հետ, գրքեր։ Ես ինչ պատասխան տամ նրանց, ինչ պատասխան։ Ինչ պատասխան տամ այն կնոջը, ով Երիսայի դաշտում, Եփրատ քեթի ափին, իր արգանդից նոր ազատված մանկան շորերն են լվանում ու երկում։ Ես ինչ պատասխան տամ նրանց, ինչ պատասխան։ Չէ որ նրանք չպետք է մեռնեին, չէին կարող, նրանք պետք է ապրեին ինձ հետ միասին։ Ես ինչ պատասխան տամ նրանց, ինչ պատասխան։ Ինչու պատասխան է, ասա, ինչու։ Գնանք, որդիս, գնանք։ Մալիջից եթե խոսողներ կան, խոսելիս իսկուզենայ։ Երբ ակտիվ կան, ձեշտ, մալիջից եթե խոսողներ չկան,
նստել, ես ուզում եմ, չէ, ես ուզում եմ մի քիչ գուցե համեսնվար երկար լինի խոսքս, որովհետև ես մեր ապրեցի այն ներկայացումը, որ մենք ենք խաղացել, այն ներկայացումը, որով մեր բարձրաբանի փոքրիկ ջուղը ժողովրդական որպես սիրողական միավորում է։ Ես առանձին ուզում եմ խոսել յուրաքանչյուր դերասանի մասին, ապրել եմ երեխաներով, յուրաքանչյուրը գյուղի ձեր դերը շատ լավ երգում եք։ Սկսեմ Դերպապիկյանի նման գրկելով, այսպես ասեմ, մեր երագրողի, Զողովոն ջան արի ստեղա, Զողովոն ջան ապրեսի, ես վստահ եմ, այսօրվա քո այս հոգե վիճակը, այս ապրումը, որով դու ազդեցիք նաև դահլիճի վրա, անպայման, չգիտեմ, ծնողների, մյուսների կողմով մեր ապրեսը, այդ կործրած էներգիան, այդ վիճակը ապրես տված։ Ձեզանից յուրաքանչյուրը իր դերը կերտելով երեխաներ, ցույց տվեց ձեր հայրենասիրական ոգին։ Այո, նմանատիպ ներկայացումները մեզ պետք են։ Ես չգիտեմ, գուցե դասարանում, դասի պրոցեսի ժամանակ յուրովին դուք գիտելիքի առումով այդպես չեք փայլում, բայց անկեղծ եմ ասում, յուրաքանչյուրը ձեր դերում փայլում եք։ Սողոմոն ջան խոսքեր չեմ գտնում, ապրես տղաս։ Ոչ միայն դու կարողացար այդ դերով և նաև դու լավ էր մտածված, որ կրկնակի դեր էր տրված քեզ, որովհետև սովորության համաձայն թեկուզ բացասական դերակատարություն ներկայացնողի լավ խաղա է, մի տեսակ այն ձևով էր մոտեցումը ցուցաբերում, բայց դու քահանայի դերով նորից շտկեցիր այդ ամենը։ Չեմ խոսում այն բանի մասին, որ դու ուներ նաև ձեզանից ոչ պակաս մի դերակատար ձեր կապում, որը կարծես սովորեցրած կենտրոնի շուրջ տվող լիներ, ապրես տղաս, և այն խոսքերը, որ ես հան Հաշայք տիպուրը ապրես, ամենակարևորը, որ նույն դու կարողացար տարիներ անց զգացնել տարիքին, որ ինքը վախոտ է, ինքը վախենում էր ապրելուց, ինքը երբևէ չէր ուզում ցույց տալ վախը, բայց դու ակնացրեցիր նրա մեջ։ Սկսեմ մեր տիկին դիտման։ Այս ներից հետո մեր գյուղում ճիշտ ասած իմ հասակակիցները երբեմն ինձ ոչ թե ասում են, գիտեն կատակի ձևով, ասում են տիկին դիտմամբ, դիտմամբ չեն ասում։ Դուք վերհիշեցրեցիք, այդ դերը ես խաղացել եմ, ես հիմա նաև հիշում եմ այն խոսքերը, որ ասեցիք, որ դա ձեր սովորության համաձայն, դուք պարտավոր եք ենթարկվել մեր աշխուկանոններին, մենք Գերմանիայում ենք և հիմա պարտավոր եք ենթարկվելու, և այս սովորությունը, որ դուք պարավների մալիկ եք կոչում, դա շատ օգտակար և ուսանելի է, այն պետք է տարածել նաև Գերմանիայում, այս խոսքերը նաև այն, որ մենք հայերս, այո, ունենք բարոյական նաև այնպիսի նորմեր, որ Եվրոպայում էլ պիտի տարածվի, մարդիկ դասում են և իրականացնում։ Եվ ասեմ դատարանի նախագահին, շատ լավ էր ձեր դերակատարությունը, շատ լավ հանդես եկավ, ասեմ Ադոլֆ Գորդոնին, Գոլնիկին, որոնք իրենց դերերում շատ տիպիկ ներկայացրեցիք և խաղացիք երեխաներ ջան, շատ շնորհակալ ենք մենք բոլորս այսօրվա ձեր այս թատերական ներկայացման համար, դուք ներկայացրեցիք արվեստի այն տարածային և ժամանակային ներկայացումը թատերական արվեստը, որը Բերձերքունցյանը դեռևս գրել էր այն ժամանակաշրջանում, որ չէին թույլ տալիս, նույնիսկ վախենում էին, որպեսզի նման ներկայացումները բեմահաշտակ դուրս բերեն։ Եվ դուք իմացեք, այս ներկայացման ակը դարձավ այն ժամանակաշրջանը ավելի շատ, երբ որ 88 թվականին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, այսինքն մեր Հայաստանում Ղարաբաղյան շարժում էր, Ղարաբաղում Կրում, և այսպես շարժումը բերեց այն բանին, որ մեր հայրենասիրության ոգով տողորված երիտասարդությունը զգաց ու մտածեց, որ մենք պետք է ներկայացնենք այս ներկայացումը բեմերից և ամեն ոք պետք է իմանա, աշխարհը պետք է իմանա, թեպետ էլի նորից նույն բանին ենք հանդիպել,
որ աշխարհը էլի լուր է, աշխարհը էլի բույր է, եւ չի լսում այս ամենը։ Մենք հանդիպում ենք եւ այս ահերով, այս հայրենասիրական ոգով մենք պետք է փոխանցենք մյուսներին, որ այո եղել է եւ մենք պետք է հարգենք մեր նահատակներին։ Շատ լավ է, ինձ պապիկյան, շատ գոհ եմ, շատ լավ միջոցառում է ձեր երեխաներ ջան, դուք շատ լավ դերասաններ կարող եք նաև դառնալ, շատ ապրեք երեխաներ, ես անկեղծ եմ ասում, շատ ուրախանում եւ հպարտանում եմ, որ մեր հայրենական դրացի գյուղերում թեկուզ թվականակով քիչ աշակերտներ կլինեն եւ այդ աշակերտները կարող են մշակույթ ներկայացնել, որ կարող են չգիտեմ բազում թվականակով դպրոցներում նման միջոցառում չկարողանան ներկայացնել։ Ապրեք դուք եւ Պապիկյանի հետ մեկտեղ, բոլորիդ է շնորհակալ եմ, շնորհակալ եմ այսօրվա ձեր լավ ձեռքբերման համար։ Շատ շատ պատրաստ ես զորեն ինչքան էլ մենք ասում ենք որ մեր երեխաները թվով քիչ են բայց դառն է շատ կարևոր ուրիշ շատ միջոցառումներ են բայց ամենօրեն ասած նման միջոցառում չի կարող դու հավատում ես բայց չի պատկերացնում որ այսքան լավ կարող է եւ կազմակերպել եւ մեր երեխաները կարողացան այսքան էմոցիաներ փոխանցել նաեւ մեզ անչափ ուտիճեր շատ գեղեցիկ լավ միջոցառում շնորհակալություն ձեզ առաջին հերթին կազմակերպելու ու նաև մեր երեխաներին այդ պահերը մեզ ցույց տալու եւ նաև նորից ցույց տալու որ մենք հայ ենք ապրում ենք եւ ինչպես ասացինք աշխարհում թեկուզ մեկ հայ լինի մենք չենք մոռանալու հիշելու ենք պահանջելու ենք Մենք քիչ ենք, սակայն մեծ արժանիք մենք մեզ ոչ քիչ չենք ներառած։ Բազապես մեր ուսուցիչները, մեր ծնողները պետք է իմանան, որ մեր աշակերտների նման, երեխաների նման լավ երեխաներ ու աշակերտներ ունենք։ Երբ Պապիկյան մենք ծնողներով խորը շնորհակալություն ենք հայտնում ձեզ մեր երեխեքին այսպիսի դաստիարակելու ու կրտելու համար։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն, շատ հաճելի, ինձ շատ ցավալի, բայց պետք է ասեմ, որ մեծ բավականություն եւ հաճույք ստացա մեր երեխաների շնորհակալություն ձեր լավ կազմակերպել եք մեկ անգամ եւս մեզ զարմացրեցիք ձեր ցիկով եւ ձեր գործունեությամբ շատ շնորհակալ եմ։ Ռիսկ ունեին եկեք հարցեր։ Ռիսկ ունեին հələ ռիսկ ուներ չլա։ Ապրիկա,